Ճշմարտության գիրք, սերիա 2, հոգևոր տարածքը։ Ստոր բերված է ամփոփագիրը, որը տրամադրվում է որևէ մեկին տեղեկացնելու, թե ինչ հղումներ են բացահայտում ծագումը, ոլորտները ինչպես է դա ազդում աշխարհի վրա։ Գրավոր խոսքը ցույց է տալիս, որ աշխարհը, որը մենք տեսնում ենք, ստեղծվել է այն բաներից, որոնք մենք չենք տեսնում, Արարիչը ստեղծել է աշխարհ անտեսանելի բաներից։ Գրավոր խոսքի գնահատումից առաջացած վարկածը։ Կա մի բնակեցված աշխարհ, որը թաքնված է պարզ տեսադաշտում, երկու հակադիր ուժերի, մեկը խավարի, մեկը լույսի։ Յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է կենդանի արարածների մասին լուսանկարչական ապացույցներ ստեղծելով, կարող է վերանայել Apple Store-ից ըստ հեռախոսների համար նախատեսված մեր բացառիկ Behemoth Creature Capture 2-ը 1 հավելվածը, որը կարող է օգտագործվել պարզ տեսադաշտում թաքնվածի լուսանկարչական ապացույցներ ստեղծելու համար։ Արարածների հանրագիտարանը Summer 2025 նախատեսված է կենդանի արարածների համաշխարհային լուսանկարչական կատալոգի նրանց գոյության ոլորտների համար հղում լինելու համար։ Տեղեկանք, պատմությունից բազմաթիվ պատմություններ Աստվածաշնչից ճանաչված հղումներ կան, որոնք հասանելի են բոլորին աշխարհում, հոգոր տիրույթները բնակիչները զուգահեռ են մեր տեսած աշխարհին։ Բնակեցված աշխարհը, որը մենք չենք տեսնում գրավոր հղումներում նկարագրված։ Որոնք են հոգոր ոլորտները։ Հոգոր թագավորությունները ծագում են ծննդոց 1-ին գլուխ Արարիչ Աստծո գահից տարածվում են ծննդոց գալակտիկայի ողջ տարածքում։ Հոգոր ոլորտներ, օպտիկական գնահատում, էլեկտրոնային մանրադիտակ։ Հոգոր տիրույթները բնակեցված են խավարի լույսի արարածների երկու առանձին հստակ բաժանումներով։ Մթության ծագումը դրա նմանակը կարելի է հասկանալ, երբ դիտում ենք լույսի մեկ ֆոտոն, որը բացահայտում է, որ մթության մասնիկը գոյակցում է լույսի մեկ ֆոտոնի հետ հավասարակշռված զույգերով։ Լույսի թագավորությունը աղբյուրը բխում են գալակտիկայի կենտրոնից, այն կազմված է էներգիայի երկու գնդերից, որոնք գտնվում են գալակտիկական կենտրոնից վեր ներք, Ջփոփեսեդնեն Fermi Labs-ը հաստատել են դրա գոյությունը։ Խավարի ծագումը։ Գրավոր խոսքը նկարագրում է Արարիչ Աստծո դեմքի հոգին սավառնում անց դատարկության խավարի վրա, որը ծածկել է երկիրը։ Սա նշանակում է, որ խավարը բոլորին մոտ է, այն ամենը, ինչը ցույց է տալիս խավարը, կարող է անցնել տեսանելի աշխարհի կենդանի հոգիների մեջ կամ միջով, քանի որ երկուսն էլ կազմված են ջրից։ Ծննդոց Արարիչ Աստված գլուխ 1։ Գրավոր խոսքը նկարագրում է Արարիչ Աստծուն, ով օգտագործում է երկիրը որպես ոտնաթաթի տակ, այս նկարագրությունը որպես չափ կոշիկներ թարգմանելու համար 63,360,000 ոտնաչափ է։ Արարիչ Աստծո չափերի սանդղակը համապատասխանում է գրավոր հղումում նկարագրված զորությանը։ Արարիչ Աստծո գահը։ Նկարագրությունը բացահայտում է Արարիչ Աստծուն, ով ընտրել է Ծիր Կաթին գալակտիկա ստեղծելու իր գահը, որը բնակվում է դրա կենտրոնում, ընտրել է երկիրը, որտեղ դրախտից ոգիները, որոնք դուրս են նետվել իրենց Արարիչ Աստծո դեմ ապստամբելու համար, բնակվելու են մինչ դրա վերջը։ Ջրերը հաստատության վերում։ Գրավոր տեղեկանքը նկարագրում է երկիրը որպես ջրերի մեջ դուրս գալով, որտեղ բնակվում է խավարի դեմքը, ջրերը բաժանվեցին, երկնակամարի վերում գտնվող ջրերով, իսկ ներքի ջրերը ցամաքի հայտնվելուց հետո կոչվեցին ծովեր։ Օրինակը հաստատում է երկնակամարի վերում գտնվող ջրի մեծ զանգվածի առկայությունը, որը թույլ չի տալիս մուտք գործել Արմստրոնգ գետի վերում, էֆեկտներն ինքնին ակնհայտ են հրթիռի մակերույթից դուրս թռչելուց ուղղակի հարվածից, կանխում է հրթիռի դուրս գալը մթնոլորտից։ Ինչպես երկնակամարի վերում, այնպես էլ ներքում գտնվող ջրերն ունեն կյանք, որը կարելի է հաստատել լուսանկարչական ապացույցներով, օգտագործելով մանրադիտակ կամ բացառիկ Behemoth Creature Capture 2-ը 1 հավելվածը։ Երկիրը։ Ստեղծել երկիրը բնակելի վայրի, որտեղ նա դրեց իր ստեղծած արուն էգին, որտեղ նա խրախուսում էր բազմանալ, ընդունելու այն հոգիներին, որոնք ապստամբեցին Արարիչ Աստծո դեմ, որոնք դուրս էին նետվել երկնքից։ Արուն էգը հայտնի են որպես պրադամիտներ, ովքեր հասկացել են Արարիչ Աստծո նպատակը։ Ընդունելով ոգու հոգու համար իր հյուրընկալողի, տղամարդ կամ իգական հետ ներողամտություն փնտրելու հնարավորություն իրենց Արարիչ Աստծո դեմ մեղք գործելու համար։ Հոգոր թագավորություն։ Հոգոր ոլորտը շրջապատում է երկիրը բնակեցված է անտեսանելի արարածներով, որոնք դուրս են մարդկային ըմբռնումից, Արարիչ Աստծո սկզբնաղբյուրը հանդիպում է խավարի հետ ջրերի երեսին։
Ցույց է տալիս, որ խավարը գոյություն է ունեցել նախքան արարչագործությունը, որը գրված է Ծննդոց 1:9 գլխում։ Օդային իշխանությունների ուժերի թագավորություն։ Ծննդոց գլուխ 2:6-ի գրավոր հղումը նկարագրում է, որ առաջին ջուրը բարձրացավ գետնից մշուշի տեսքով ջրեց երկիրը, իսկ դրանից հետո ամպերը շրջապատեցին երկիրը, առաջ բերեցին օդի իշխանություններն ու ուժերը։ Նրանք հայտնի դարձրեցին իրենց ներկայությունն ու զորությունը, փորձելով երկրպագություն ստանալ պրադամիտներից, չկարողանալով հասնել իրենց վեհ նպատակին։ Նրանք մարդուն ստեղծեցին երկրի փոշուց որպես անոտ բարու կամ չարի համար, գրավոր խոսքը նկարագրում է որպես որոմ։ Որտեղ է դժոխքը։ Ընդունված հասկացությունը հետյալն է, ինչպես վերում, այնպես էլ ներքում, դա վերաբերում է դժոխքին, որը մաքրում է հոգիները ոգիները, երբ մտնում դուրս է գալիս մթնոլորտ արի գծով։ Այս կենդանի արարածը կարելի է լուսանկարել The Behemoth's Creature Capture 2:1 հավելվածով, else հեռախոսների համար հաստատում է գրավոր խոսքի նկարազարդումները։ Այսպիսով, ներքում, որտեղ է դժոխքը։ Ջրհեղեղից առաջ տեսանելի աշխարհը լցվեց գարշելի բաներով, հոգիներով, բոլոր չար բաներով։ Դարձավ ներքի դժոխք, քանի որ այն զարգացել է 2025 թվականին։ Երկրի ոգիները։ Բազմաթիվ հոգիներ բնակվում են երկրի վրա, չեն կարող ոչնչացվել, քանի որ նրանք հավերժ են, երկրի ճակատագիրն այն ճակատագիրն է, որին նրանք կդիմանան։ Գարշելի ոգիների հետ, որոնք կթափառեն երկրի վրա, երբ արի լույսը կվերանա կործանումից։ Destroyer-ի վերադարձին 2031-1-ին կնախորդի երկնքից եկող կրակը, նախքան նրա վերադարձը երկիրը կործանելու համար, ինչպես գրված է հայտնությունում։ Բաժանորդներին հասանելի են գաղտնիքների գիրքը, հոգոր ոլորտները, դրվագ 2-ի տեսությունը տեսանյութը։ Բաժանորդները բազմախցիկ F1-ներով կարող են վերանայել Behemoth's Creature Capture 2:1 հավելվածը, որը կարող է օգտագործվել պարզ տեսադաշտում թաքնված բնակեցված աշխարհի լուսանկարչական ապացույցներ ստեղծելու համար։ Գաղտնիքների գիրք սերիա 4 տրամադրում է Աստվածաշնչի լուծումը, որը յուրաքանչյուրը կարող է օգտագործել իր մտահոգությունները լուծելու համար։ Այս նախագիծը հնարավոր է դարձել ձեր բաժանորդների ակադեմիկոսների, մասնագետների, ուսանող կամավորների մեր նվիրված անձնակազմի կողմից։ Շնորհակալություն ձեր աջակցության համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար էլեկտրոնային փոստով info@partnershipamerica.org